Տիկին Ղազարյան։ Մի քիչ առաջ եք եկել, Շատ նորմալ։ Ինչ որոշում եք այստեղ։ Տիկին Ղազարյանն է։ Ես կառաջարկեմ։ Այո։ Կուսակցության։ Ընտրվել է թեկնած։ Տիկին Ղազարյան, դուք ինչ Միանշանակ։ Դուք ինչ ծրագրեր ունեք, եթե օրինակ այնպես ստացվի, որ այս հանձնաժողովը անցնի, դե այնտեղ այդ բանը կա ընդդիմությանը, փոխնախագահի պաշտոնարդեն։ Նախ եւ առաջ ես ուզում եմ առիթից օգտվելու, ասեմ, որ պարոն Եղանը 7 տարի կառավարել այն հանձնաժողովը, որի անդամ եմ եղել ես, եւ պետք է ասեմ, որ պարոն Եղանի հետ նաեւ ուսանողական ընկերներ ենք եւ ես այս ողջ ընթացքում մեր հարաբերությունների շատ բաներ եմ սովորել պարոն Եղանից եւ շարունակելու եմ այս ընթացքում իր հետ խորհրդակցել եւ մենք միասին ենք ըստ էության աշխատելու հանձնաժողովի նախագահան որևէ առավելություն այս իմաստով չունի եւ պարոն Եղանն ունի շատ կարեւոր գիտելիքներ, որ վստահաբար ծառայեցնելու է հանուն Հայաստանի Հանրապետության ակտիվ եւ դինամիկ եվրոպական ինտեգրման գործընթացի։ Մնալու է։ Հուսամ։ Ամենահավանակ տեսնենք էլի, այնտեղ թվեր կան սահմանափակ էլի, թիվը արդեն ֆրակցիան կորոշի։ Տիկին Ղազարյան, իսկ Դուք ինչ եք միշտ բացասական նայում հարցին։ Չէ, ես անցած անգամ էլ ասացի, ոչ թե վարչությունը ինչ որ մեկին չի ընտրում, այլ վարչությունը մեկին ընտրում է։ Այնպես որ դուք միշտ դրական կողմից նայեք, քանի որ տեսեք, երկուսներ էին լինում, ինչ առանցքային, ինչպես ինչ որ առանցքային տարբերություններ կան ձեր Տեսեք, քանի որ ամեն վարչության անդամ ունի իր սուբյեկտիվ դիրքորոշումը, այս կամ այն պաշտոնում էական չէ, որ ինչպես է առաջնորդվում, ես կամ պարոն Եղան չեն կարող մեկնաբանել, թե ձայների բաշխվածությունը ինչի արդյունքում է տեղի ունեցել։ Ես ու պարոն Եղանն ունեցել ենք մեր ծրագրային ելույթները, որոնք էլ եմ ասում, քանի որ մենք ունենք գրեթե նույնական կրթություն եւ գրեթե նույնական պատկերացումներ, ձայներն էլ բաշխել են այնպես, ինչպես բաշխվել են։ Տարբերությունը մեծ էր։ Այս հարցը ինձ թվում է դա վարչությունը։ աշխատակարգային հարց է, էլի, դա մենք չունենք որ